հիմադիր խմբակցություն դառնալ եւ նեղը դնել քվականներին։ Իսկ մարդ են դառել են ու կդառնան։ Բայց առաջին երկու օրվա ելույթները այդքանը դրա մասին չեն խոսում։ Նարեկ Կարապետյանը ավելի շատ հակված է, որ կառուցողական լինի, կից լինի, բանավեճը քաղաքակիրթ, Ռուբինյանի առաջարկին ոնց որ թե դեմ չեն։ Նարեկ Կարապետյանը միշտ է կիրթ, միշտ կառուցողական, ինչ վերաբերվում է մեր երկրին, իր մոտ այդպիսի մոտեցում միշտ լինելու է։ Իսկ Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբանից պետք է այսպես միսու այրուն ստանա, խորհրդանում կամ դրանից դուրս։ Ամեն օր ստանում է։ Այդ Փաշինյանը ավելի շուտ ինքը իրեն կհեռացնի։ Այս քանի տարի եղավ, 8 տարի չի հեռացնում դեռ, ոնց որ թե ոչ ընդդիմությունն է կարողանում, ոչ ինքն է իրեն հեռացնում, ինչի պիտի հեռացնի։ Մի քիչ էլ սպասենք։ 8 տարի սպասել եք, մի քիչ էլ սպասենք։ Ինչքան մի քիչ։ Քիչ։ Այսօր օրինակ հիշեցնում էին, հեգնում էին քպականները, ասում են, բա որա ձեր վարչապետը, ասում են, նիստեր անում եք Ասեք, որ ստեղ եմ, դատարանում եմ։ Ասում են, նիստեր անում եք, այդ արձանագրությունները դուրս եք ուղարկում։ Նիստերը դատարանում ենք անում։ Կառավարության նիստերը որպես վարչապետ ստեղ դատարանում եք։ Այո։ Դուք դեռ ուրիշ նայություն չկա։ Դուք դեռ վստահ եք, որ վարչապետ եք դառնալու շուտով եւ Իսկ դուք եք վստահ։ Դե ճիշտ ասած դուք այնքան եք վստահեցրել, որ մենք համարյա հավատում ենք, որ ընտրություններին դուք հաղթել եք, բայց արդյունքները մի քիչ այլ բանի մասին վկայեցին։ Այդպիսի արդյունքները ոչ ձեզ են պետք, ոչ իրենց, ոչ մեզ։ Արդյունքներ, որ հետագայում կտանեն մեր երկրի կործանմանը, տեսնենք։ Աստված չանի։ Փաշինյանի հեռացումը գործնականում ինչպես ենք տեսնելու։ Քայլ գնում ենք առաջ։ Հնարավոր է դուք էլ Հայաստան դաշինքն էլ այսօր բանից սկսած պատրաստվեք 31 թվականի ընտրություններին։ Ոչ, մենք չէ։ Դուք չեք։ Այսինքն փողոցային պայքար սպասում է։ Դե գիտեք, փողոցային կամ ոչ փողոցային շատ եք փողոցի հետ։ Փաշինյանը ոնց որ դուրները տեկել է այդ փողոցներում վազվզելով։ Թողեք հանգիստ գնանք։ Հետ ճիշտ ասած փողոցներում այնքան ենք վազվզել, թե Փաշինյանի հետևից 18 թվին թե ընդդիմության հետևից լավ հոգնել ենք։ Դուք ուրիշ բան առաջարկեք։ Հեռացնել խորհրդարանով, եթե ոչ փողոցային։ Ես ասեցի, Փաշինյանը ամեն օր գնալով ծախողվելու է։ Ես վստահ եմ գալու է օրը, հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։ Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը։ Այդ հույսով էլ եմ, ուրիշ հույսեր էլ ունեմ։ Բայց նախորդ 5 տարին ուզում են impeachment անեն, չստացվեց։ Էլի այդ հույսով, որ ԿՊԱ-ականներին պետք է կաշեն իրենց կողմը։ Impeachment-ը անուն չտվեցի։ Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթացք։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև գույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի գույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան կաշկշեն։ Դոլարային միլիարդատեր եք, այս ամեն ինչը որ տեղի ունեն, այդ միլիարդավոր դրամները ձեզանից օրինակ բռնագանձեն, ձեր վարկանիշը որպես դոլարային միլիարդատեր իջնի, Forbes-ում կամ վարկանիշը որպես միլիարդատեր չի իջնի, բայց իմ ռեպուտացիան կիջնի։ Դա Համար չեն կարող բռնագանձել։ Բայց տեսեք Ծառուկյանից Քանի որ ապօրինի է։ Բացարձակ ապօրինի է։ Բայց միևնույն է, թեկուզ ապօրինի ձևով եթե բռնագանձեցին, ձեր հաշիվները պակասելու են, չէ՞, ձեր ունեցվածքը նվազելու է, պարոն Կարապետյան։ Մենք էլի կավելացնենք, այդ շնորհք ունենք։ Բայց Ծառուկյանի մասով ինչ կարող եք ասել, Ծառուկյանին տանում է սնանկացման, հա, երթով խլում է այդ բիզնեսները, ոնց որ թե նաև ձեր այդ զուգահեռ համ ձերը համ Ոչ մի բանը չեք կարող անել, ոչ Ծառուկյանին, ոչ ինձ։ Բայց արդեն Իրենք ինչ-որ բաներ, վերցել են ուզում են կառավարեն։ Հեծը խլեցին։ Պետք է մարսեն, խլելը խոմի քայլ անելը։ Լավ Ռոմանոս Պետրոսյանն էս լավ է մարսում ձեր։ Բայց մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, հələ մյուսները չեն մարսում։ Գոնե դուք անկեղծ կասեք, դուք իրեն ինչքան աշխատավարձ եք տալիս, ինքը չի ասում։ Ես չգիտեմ, ինքն է իրան աշխատավարձ նշանակել ու տալիս։ Ինչքան 5 միլիոնակ ճիշտ է։ Ես չգիտեմ, հասունության չկա։ ԿՊ-ն կոչ անում ազգային ժողովում բարեկիրթ լինել միմյանց հանդեպ։ Դուք իասկովից նկատում եք բարեկիրթություն։ Ընդհանուր բացառությամբ մի հոգու ոչինչ, դեռ ոչինչ։ Կախվեն տարունի։ Չգիտեմ։ Մի հոգի կա որ դերի մեջ է մտել, հասկանում որ շատ լուրջ սխալվում է։ Բոլորը ամեն ինչի համար պատասխան են տալու։
կուսակցությունների վերաբերյալ